Երբ ավիավթար է տեղի ունենում, շրջարարական աշխատանքներից հետո բնականաբար առաջին բանը, որ պետք է անել, գտնել սև արկղը, պարզաբանելու համար ինչ է տեղի ունեցել։ Ու որևէ մեկը չի ֆայմում, ասի, եկեք չփորփրենք անցյալը, ինչ եղել է, անցել գնացել է։ Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի հետ մեծ ողբերգություն ու հանձնագործություն է տեղի ունեցել, ու երբ ասում ես բացենք սև արկղերը, հասկանալու համար տեղի ունեցածը, մեկից հայտնվում են տարբեր մարդիկ, դե պետք չէ փորփրել անցյալը, պետք չէ հետ գնալ, պետք չէ պառակտել, ինչ եղել անցել է։ Միայն ավիավթարի պարագայում միայն այն օդաչուն կարող է ասել եկեք չփորփրենք անցյալը, սև արկղերը պետք չեն, միայն այն օդաչուն կարող է ասել, ում մեղքով տեղի ունեցել այդ վթարը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում էլ միայն այն ուժերի ղեկավարներն ու իրենց մանկլավիկները կարող են ասել սև արկղերը պետք չեն, իմիջիայլոց սև արկղը այդքան էլ սև արկղ չի, հարգելի բարեկամներ, այն նարնջագույն է, սա իմիջիայլոց։ Միայն այն մարդիկ կարող են ասել սև արկղերը պետք չեն։ Կարմիր կապույտ ծիրանագույն արկղերը պետք չեն։ Արյունով ներկված արկղերը պետք չեն։ Կարող են ասել միայն այն մարդիկ, այն մարդկանց մանկլավիկներ, ում մեղքով տեղի է ունեցել այս ամենը։ Ու մինչև այդ արկղերը չբացվեն, մինչև արխիվները չբացվեն, մինչև մեղավորները պատասխանատվության չենթարկվեն, մի ապուշ կա, ասում է պիտի պատասխանատվության ենթարկվեն, լավ իմաստով եմ ասում, ռադիկալ ուժի ներկայացուցիչը։ Մինչև այդ անձինք պատասխանատվության չենթարկվեն, Հայաստանի Հանրապետությունում փոփոխության շանսը հավասար է 0-ի։ Պարոնայք ընդդիմադիրներ, իբրև թե 0-ի ուղղակի հավասար։ Առավոտից երեկո Ալեն Սիմոնյանները, Վահագն Ալեքսանյանները, Արսեն Թորոսյանները սրան նրան անուն են դնում, իբրև թե վերջիններս նախկին Թալանչի ռեժիմի ներկայացուցիչները։ Առավոտից երեկո սրան նրան անուն են դնում, որ նրան կապ ունեն մարտի 1-ի սպանդը իրականացրած ուժերի ներկայացուցիչների հետ։ Մարտի 1-ի մասին։ Իմ իմանալով մարտի 1-յան դեպքերի ժամանակ արտակարգ դրություն է հայտարարվել միայն այն բանից հետո, երբ սպանվել է ոստիկանության ծառայողներից մեկը։ Իմ իմանալով այդ սպանությունից ընդամենը կարճ ժամանակ առաջ Ռոբերտ Քոչարյանի մոտ են գնացել Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը ու խնդրել կամ պահանջել, որպեսզի նա հայտարարի արտակարգ դրություն, ինչին պատասխան Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ արտակարգ դրության հիմքեր չկան։ Եվ այդ մերժումից հետո զարմանալիորեն կարճ ժամանակ անց սպանվում է ոստիկանության ծառայողներից մեկը։ Ինչից հետո էլի նույն մարդիկ արդեն նույն մարդկանց պահանջը բավարարվում է։ Բոլորը գիտեն, հարգելի բարեկամներ, որ մարտի 1-յան այդ թոուբոյի ժամանակ Արցախից Հայաստանի Հանրապետություն էին բերվել հատուկ նշանակության ջոկատներ։ Ջոկատ։ Ցուցարարների ինչին էր պետք ոստիկան սպանելը։ Հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը, հարգելի բարեկամներ, աֆիլացված է մի կազմակերպության հետ,
Մարտի 1-ին Հայաստան բերված հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը աֆիլացված է մի կազմակերպության հետ, որը պարտքային պարտավորություն է ունեցել 5 միլիարդ դրամի չափով Արցախի ներդրումային հիմնադրամին։ Հարցրեք մարտի 1-ը բացահայտած Նիկոլ Փաշինյանին, ինչ է եղել այդ 5 միլիարդի հետ, ինչու է նա մարտի 1-ին ժողովրդի վրա քշած ջոկատի զորքի հրամանատարի փողը ժողովրդական լեզվով ասած ջրել։ Սա ինչ ֆոկուս է, պարոն Ռոբերտ Քոչարյան։ Ինչպես կարող է դա տեղի ունենալ։ Հիմա ես կարող եմ հարց բարձրացնել, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել էր ընդդիմադիր առաջնորդ կամ առաջնորդներից մեկն էր, ժողովրդի քվեի համար պայքարող, թե Նիկոլ Փաշինյանը եղել է ընդդիմության շարքերում դրված, ուղարկված ԱԱՑ պրովոկատոր։ Երբ ձեզ հարցնում են Կառլոս Պետրոսյանին, ասում են Կառլոս Պետրոսյանը ձեզ զեկուցել է, դուք ասում եք այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոքր մարդ էր, փոքր ֆիգուր էր, որպեսզի ձեզ զեկուցային, ճիշտ է ասում։ Իսկ հետաքրքիր է 2007-8 թվականներին էր փոքր ֆիգուր Նիկոլ Փաշինյանը, թե ոչ։ Դուք ասում եք ձեր ամենամեծ սխալը եղել է այն, որ պրիեմնիկ եք ընտրել Սերժ Սարգսյանին։ Դուք ոչ միայն պրիեմնիկ ընտրեցիք Սերժ Սարգսյանին, այլ նաև ձեր կառավարման տարիներին կեղծվեցին ընտրությունները եւ փաթաթվեց ժողովրդի վզին Սերժ Սարգսյանը։ Դուք պարտավոր էիք, ում ուզում է պրիեմնիկ նշանակեիք, դուք պարտավոր էիք ապահովել ազնիվ արդար ընտրություններ, որը դուք չեք արել։ Ու նաև շատ զարմանալի է մարտի 1-ի գործով ով ասես չի անցնում, այդ թվում դուք։ Բայց մարտի 1-ի գործով չի անցնում ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Հովիկ Աբրահամյանը։ Ինչի։ Մարտի 1-ը բացահայտել է, ասում է Նիկոլ Փաշինյանը, եւ մարտի 1-ը բացահայտած Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի մեջ այդ ողբերգության մեջ առնչություն ունեցող, մեղավորություն ունեցող մարդկանց միլիոնավոր դոլարների վարկերն է ջրում։ Այս կոնֆուզը հարգելի, ոչ հարգելի նիկոլական մեկն ու մեկը կբացատրեք։ Ինչպես է ստացվում։ Ինչպես է ստացվում, որ մարտի 1-ի գործով բոլորն ասում են, բացի Հովիկ Աբրահամյանից ու Սերժ Սարգսյանից։ Կբացատրեք։ Ասում եք, Կանդազը մարտի 1-ի ժամանակ դուրս է եկել ժողովրդի դեմ, Արցախից բերել էին, այդ թվում Կանդազին։ Դուք եք ասում։ Բա որ Արցախից Կանդազին բերել էին, Կանդազը ինչու էր մինչև հիմա ազատության մեջ։ Հետաքրքիր է։ Հիմա էլի հարց։ Պարոն Նիկոլ Փաշինյան, դու մարտի 1-ի 2008 թվականին ԱԱՑ գործակալ էիր, հավաքը գրված էիր, թե ժողովրդի համար էիր պայքարում։ Հիմա այս հարցերը մինչև չպարզաբանվի, հարգելի բարեկամներ, մինչև սև արկղերը չբացվեն, ինչ եք կարծում Հայաստանի Հանրապետությունում կարող է ինչ-որ բան փոխվել։ Ցուցարարների ինչին էր պետք ոստիկան սպանելը։ Կբացատրեք։ Ասում եմ մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է, ցույց տվեք մի հոգու, ով մարտասպանության համար դատապարտված է ինչ-որ պատժի։ Մի հոգու ցույց տվեք, հարգելի բարեկամներ։ Ցույց տվեք մի հոգու, ով մարտասպանության համար դատապարտված չէ, բայց գոնե ներողություն է խնդրել իր արարքի համար, ասել է ես եմ սպանել, ներողություն եմ խնդրում, պետությունն էլ մեծահոգաբար ներել է։ Մի հոգու ցույց տվեք։ Չկա։
Էլ եմ ասում, պարոն Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը 7-8 թվականներին ձեզ զեկուցել են 2007-ի վերջ, 2008-ի սկիզբ, որ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր հարթակներից հանդես եկող Նիկոլ Փաշինյանը հավաքագրված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից, թե չեն զեկուցել։ Ինչպես է ստացվել, որ նույն անձնավորությունը 10 տարի անց, թեպետ պարզ է արդեն ինչպես է ստացվել եւ ինչու է ստացվել, որովհետեւ կեղտոտ գործ կար անելու եւ այդ նույն անձնավորությունը, նույն իշխանությունները, Սերժ Սարգսյանի իշխանությունը բեմականացրեց Թավշյա ոչ բռնի խեղկատակություն։ Նույն մարդը իր ինչ-որ մի անհասկանալի խմբակի հետ արևմուտքից ֆինանսավորվող ֆոնդերի ներկայացուցիչների փոքրաթիվ ներկայացուցիչների հետ ստացավ կարտ բլանշ, արեք ինչ ուզում եք, մենք էլ կօգնենք, ինչ եթե կարողանանք հեղափոխական մասովկա ապահովել եւ իշխանության զիջման իմիտացիա ներկայացնել, որովհետև կեղտոտ գործ կար անելու, եւ սա տեղի է ունեցել Հայաստանի այսպես կոչված էլիտաների մասնակցությամբ, լռությամբ, օգնությամբ։ Եվ եթե դուք ուզում եք, հարգելի բարեկամներ, որևէ մեկը ուզում է Հայաստանի Հանրապետությունում էական ինչ-որ բան փոխվի, պիտի սև արկղերը հանվեն, բացվեն, գտնվեն, եթե ոչ նույն ակտորները նույն կերպ շարունակելու են գործել, շարունակելու են պետությունը վարի տալ, շարունակելու են այլոց ծխերի հաշվին խումար խաղալ։ Ուզում եք Հայաստանը լինի անկախ, պահանջեք արդարություն։ Ուզում եք Հայաստանը լինի ինքնիշխան, պահանջեք արդարադատություն։ Ուզում եք արցախցիների վերադարձի իրավունքը իրականացվի, պահանջեք ճշմարտությունը։ Այդ սև արկղերը պահանջեք։ Պահանջեք այն սեղագրությունները, խոսակցությունների, Յոնիկ Գասպարյան, Սերժ Սարգսյան, որոնք տեղի են ունեցել 44 օրյա դավադիր պատերազմի ժամանակ։ Հարցրեք Սերժ Սարգսյանին։ Ես մի անգամ Արմեն Աշոտյանի միջոցով այդ հարցը ուղղել եմ Սերժ Սարգսյանին, բայց հարցը չի հնչել, թեպետ նախաձեռնությունը իրենց կողմից էր հարց ուղղելու։ Որ ես հարց ուղղեմ այդ նախաձեռնությունը, ես հարցրել եմ ինչպես է ստացվել, որ պատերազմի ընթացքում հոկտեմբերի 15-16 իրար հետ սինխրոն Նիկոլա եւ Սերժը սկսել են խոսել անջատում հանուն փրկության թեզի մասին։ Այդ ինչ զուգադիպություն էր։ Մեկը Տուսկին էր նամակ ուղղում, մեկը Լիբերասիոնին էր հարցազրույց տալիս։ Ու մինչև հիմա այս մարդիկ բեմականացնելով այս հեղափոխությունը այնքան արդեն հանգիստ են, որ նույնիսկ իրար հետ մասնակցում են հարսանյաց արարողությունների։ Եվ հարսանիքի տերն էլ առանց ամաչելու ասում է, հա դրա մեջ ինչ կա։ Մարդիկ մասնակցել էին։ Որովհետև մենք միամտաբար կարծել ենք, որ երբ հեղափոխություն է տեղի ունենում, այսպես կոչված գծերից ընկած ռեժիմի ներկայացուցիչները կամ փախնում են, կամ սպանվում են, կամ եթե մնում են այդ երկրում զերո ազդեցությամբ։ Բայց Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը այսպես կոչված օլիգարխիան ոչ միայն չփախան, ոչ միայն նրանց ազդեցությունը չզրոյացվեց, այլ ծլեցին, ծաղկեցին եւ բարգավաճեցին։
Հեղափոխություն կոչվածից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը լքում էր Հայաստանի Հանրապետությունը նախագահների համար նախատեսված 0 կանգառից։ Էս ինչ ֆոկուս էր, պարոն Նիկոլ։ Հեղափոխությունից անմիջապես հետո այս երկու անձինք իրար հետ ապրում էին դուր դրան, համարյա պատկերավոր եմ ասում, նույն հայատում 6 ամիս։ Հեղափոխությունից անմիջապես հետո առանցքային պաշտոնների էին նշանակվում Սերժ Սարգսյանի կողմից վստահելի մարդիկ։ Էս ինչ բաներ, Նիկոլ։ Ինչպես կարող է հեղափոխություն տեղի ունենա Սերժ Սարգսյանի վստահելի մարդկանց նշանակես, օրինակ ԱԱԾ տնօրեն։ Պարոն Վովա Գասպարյան, բան չունեք ասելու։ Ով էր ձեզ արգելում, որպեսզի դուք միջոցներ ձեռնարկեիք այն մարդկանց նկատմամբ, ովքեր փողոցներ էին փակում։ Հələ եկեք մի քանի հոգով դուրս գանք փողոց փակենք, տեսնենք մեզ հետ ինչ տեղի կունենա հիմա։ Պարոն Վովա, այդ ինչ մի լիբերալ խաղաղասեր ոստիկան եք դարձել։ Ով էր ձեզ արգելում։ Ձեզ ինչ եք անում։ Եվ այս լռությունը, այս հանցավոր մասնակցությունը բերեց հանգեցրեց նրան, որ հազարավոր տղաներ կորցրեցին իրենց առողջությունը, կյանքը, հազարավոր ընտանիքներ դարձան տնավեր, կեղտոտ գործ կար անելու, էլի եմ ասում, ընտրեցին ամենանենգ գործակալին, ով գերակատարեց, ով գերակատարում է։ Ես ձեր տիրոջ մերը